Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վիճակագրություն կամ ուսումնասիրություն ունեք, ովքեր են խուսափում հավաքներից։ Շնորհակալություն, պարոն Ազարյան, վիճակագրություն ունենք հարուցված քրեական վարույթների մասով, որը ներկայացրեցի 2023 թվականին այս երկու հանցակազմերով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 24 թվականին էլի այս նույն երկու հանցակազմերով 1779, այսինքն շուրջ 280-ով ավելացել է, այսինքն մոտ 20%-ով ավելացել է։ Ինչ վերաբերում է ովքեր են, բնականաբար տենց վիճակագրություն չունենք, որ եթե խոսքը գնար մի քանի անձանց կամ ինչ-որ մի քանի տասնյակ, գուցե նման վիճակագրություն հնարավոր ներվարի, բայց խոսքը 1700-1500 անձանց վերաբերյալ է, այսինքն այստեղ դժվար է նույնիսկ հասկանալ, թե այդ ովքեր են ասելով ինչ պետք է էլի իրավապահ ենթադրել։ Ես կցանկանա, ես թիվը չեմ հիշում, բայց փոփոխություն եղել է խուսափողների շրջանում, երբ որ Եռամսյայից անցում կատարվեց 25-օրյա հավաքի խուսափողականությունը փոփոխվել է, թե չէ, այդ ուսումնասիրությունը կա, թե չէ, եւ երբ որ ես ասում եմ հազար ներողություն, էլի հարգելի լրագրողներ, ինձ թվում է դուք ինձ հասկացաք, շնորհակալություն խնդրեմ։ Եվ եթե փոփոխություն չկա, ես որ հարցնում եմ ովքեր են, նկատի ունեմ ճշտել եք իրենք այդ պահին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակվող մարդիկ են, թե այդ պահին արտերկրում մշտական բնակություն, բայց Հայաստանում գրանցումը պահպանած մարդիկ են, որովհետև այս խնդիրն էլ կա, որ մենք հասկանանք ի վերջո ինչ խնդիր կա, մնացածը ես ելույթում կասեմ այս խնդրի հետ կապված իմ մտահոգությունները։ Խնդրեմ, շնորհակալություն պարոն Ազարյան հարցի համար, ըստ էության ձեռքի տակ նման բացվածքով վիճակագրություն չունեմ, բայց վստահաբար եւ ՀՀ-ում բնակվող եւ այստեղի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ գուցե Հայաստանի Հանրապետությունում չբնակվող, մշտապես չբնակվող անձանց վերաբերյալ վարույթներ կան։ Այս պահին տենց վիճակագրություն չունենք, գուցե դատախազությունում նման վիճակագրություն վարվում է, սակայն ստեցան քրեական արարքի որակման առումով դա որևէ նշանակություն չունի, բայց գուցե ինչ որ վիճակագրական տվյալներ լինեն։